Իրավաբանները Լիդիա Մանթաշյանի կալանքի մասին։ Լիդիայի նկատմամբ իրականացվողը հնարավոր է պատճառաբանել միայն կալանքի միջոցով նրան պատժելու եւ Բագրատ Սրբազանին ցավեցնելու հանգամանքներով։ Ընդ որում, միայն Լիդիայի պահանջն է ուղեկցվում տեսակցությունների սահմանափակմամբ։ Միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին։ Վարազդատ Հարությունյան։ Ոչ մի ձև չեմ տեղավորվում այն իրականության մեջ, որում նույն գործով 10 տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը եւս 3 ամսով։ Խի էլի, խի։ Ռուբեն Մելիքյան։ Լիդիա Մանթաշյանի կալանքի երկարաձգումը չունի որևէ այլ տրամաբանություն, քան կալանքը որպես պատիժ կիրառելն է։ Լիդիան քաղբանտարկյալ է եւ կրում է պատիժ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի պայմաններում։ Արսեն Բաբայան։ Ոչ ջենտլմենային արդարադատություն։ 18 արդարների գործով ամենախիստ սահմանափակումներն ընտրվել են միակ կնոջ Լիդիայի նկատմամբ։ Չեմ զարմանում, թվերն են ուրիշ, բայց ոչինչ, սա էլ կանցնի։ Սերգեյ Հարությունյան։ Մինչ այս որևէ կերպ չեմ փորձել շեշտել կնոջ հանգամանքը։ Չեմ դիմել կանանց իրավունքների պաշտպանության կառույցներին, թե բա եկեք, տեսեք, ինչ են անում կնոջ հանդեպ։ Անկեղծ դա ոչ իմ, ոչ էլ Լիդիայի մասին է, բայց այն խտրականությունը, որ այսօր դրսևորվեց Լիդիայի հանդեպ, իր արժանի պատասխանը ստանալու է։ Տաթևիկ Սողոյան։ Ընդհանրապես կին քաղաքական բանտարկյալները շատ հազվադեպ են հանդիպում, նույնիսկ ամենաբռնատիրական համակարգերում։ Ես չեմ հիշում, որ Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում չհաշված Լիդիա Մանթաշյանին որևէ կին քաղաքական նշանակություն ունեցող գործի շրջանակներում բանտարկված լինի։ Գոհար Մելոյան։